նախ շատ լավ հատված էիք ընդգծել մեր հայտարարությունից ավելի քան 100-ամյա հարաբերությունների մեջ, որտեղ մենք նաև այդ հայտարարությամբ ընդգծել ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն սկսվել 91 թվականին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունները առկա են դեռ 1918 թվականից սկսված և Հայաստանի Հանրապետությունը դա սովետական Հայաստանի Հանրապետությունը չէ։ Իդեպ սրա մասին նաև ժամանակին անդրադարձել էր և Պետդեպը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նմանատիպ ձևակերպումներ անելով։ Սա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է Վենսի այցելությանը։ Մենք պիտի հասկանանք, որ այսօր ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի մանավանդ արտաքին քաղաքականության մեջ կա որոշակի երկատում։ Կա ԱՄՆ-ի քաղաքականություն և կա Թրամփի քաղաքականություն։ Եվ այսօր Հայաստան է այցելել ԱՄՆ-ի փոխնախագահը և Թրամփի տեղակալը։ Եվ միշտ չէ, որ այս երկու անձինք նույն մարդն են։ Փիլիսոփայորեն ասած, այսինքն բարձրը Վենսն է։ Եվ այստեղ մի կողմից կա Վենսի կողմից և ԱՄՆ-ի կողմից շահագրգռվածություն մեր տարածաշրջանի նկատմամբ և մանավանդ Հայաստանի նկատմամբ, որը եղել է միշտ։ Ես հիշեցնեմ, որ ժամանակին Ալիևը ասում էր, որ Հայաստանը շրջանցող բոլոր ճանապարհներին ԱՄՆ-ն դեմ է քվեարկում, դեմ է դուրս գալիս։ Եվ սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն միշտ փորձել է և փորձում է աջակցել Հայաստանին։ Մյուս կողմից մենք ունենք Թրամփի տեղակալ, որը նաև զբաղվում է իր այցելության ընթացքում Թրամփի ուղու գովազդով և Թրամփի գովազդով, և այս երկուսը մենք պետք է իրարից տարանջատենք։ Այո, Հայաստանը նորից վերստին ստանում է որոշակի հնարավորություններ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները ավելի խորացնելու, մեր քաղաքական օրը նաև հայտարարության մեջ նշված է ոչ մեկ անգամ է ասել, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։ Սակայն մենք տեսնում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այս հնարավորություններից, պահելով Հայաստանը ռուսական ծիրում, պահելով Հայաստանը հապկում, ԵԱՏՄ-ում և այլն, ինչի արդյունքում նորից բացված պատուհանները վաղ թե ուշ փակվելու են։ Եվ նորից այդ պատուհաններից օգտվելու են մեր թշնամիները, և նորից մենք տուժելու ենք այս ամենից։ Պարոն Սաֆարյան, հենց միայն այդ առումով ես ավելի մեծ հատված էի ուզում մեջբերել, բայց լավ, միայն այդ համատեքստում մի փոքրիկ մեջբերում անեմ, Վենսի խոսքում այսպիսի մի ընդգծում կա։ Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ։ Ինչպես գիտեք, սա այդ միջուկային համագործակցության շրջանակներում է։ Հիմա Վենսի այս ընդգծումը ինչպես կարող է Վենսը այդքան անլուրջ մարդ է, որպեսզի այսպիսի ընդգծում անի այն պայմաններում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ձեր ասած ամբողջական ռուսական ծիրում է և վտանգ կարող է լինել, որ այդ տեխնոլոգիաները Հայաստանից տեղափոխվեն, ասենք, Ռուսաստան։ Նախ ես չասացի, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական ռուսական ծիրում է, Նիկոլ Փաշինյանը զգալիորեն թուրքական ծիրում է, թուրքական վերահսկողության և նաև պահպանում է, Հայաստանը պահում է փաստաթղթերով և դե ֆակտո ռուսական։ Փաստաթղթերով, այո։ Իսկ այդ փաստաթղթերը մենք խախտում ենք, ինչ են շարունակում փաստաթղթերով, այսինքն Հայաստանի Հանրապետությունների ստորագրած փաստաթղթը ինչի ենթարկվում։ Ենթարկվում է և փաստաթղթերը գործող փաստաթղթեր են։ Հա, հիմա հակասությունը ինչպես եք բացատրում, որտեղ այն ժամանակ ասում էին, քանի դեռ մենք փաստաթղթերով Ռուսաստանի հետ ենք, մենք այսպիսի համաձայնություններ, անգամ սպառազինություն ասում էին այլ երկրներից չեն կարող ձեռք բերել, բայց ինչ ցույց տվեց ժամանակը և ինչ ցույց տվեց իրականությունը։ Սուտ էին ասում։ Հիշենք, որ այսօր օրինակ հենց Վենսի այցելության շրջանակներում այդ իշխանական և պրոիշխանական այդ սազանդարական խումբը անընդհատ խոսում է, որ ԱՄՆ-ից Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր։ Այո։ Իսկ ԱՄՆ-ն երբևիցե դա արգելել էր Հայաստանին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ժամանակին Բոլթոնի այցելության ժամանակ Բոլթոնը շատ հստակ առաջարկեց զենք ձեռք բերել ԱՄՆ-ից։ Այսինքն այստեղ ոչ մի նորություն չկա, և սա դեռ հրապարակային է, ոչ հրապարակային մի խոշոր առաջարկ եկավ ռազմական բնույթի Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները այդ առաջարկը այնպես փոշիացրեց, որ այդ մարդիկ էլ երբեք Հայաստանում չերևան, և դա դեմոնստրատիվ արվեց։
Շատ լավ է ժամանակ փոշիացրեցին, հիմա չեն փոշիացնում։ Գուցե կարիքը այ հիմա ստիպել Այ խնդիրը ինչու՞մ է։ Նայեք, այ խնդիրը ինչու՞մ է, այդ հնարավորությունից մենք չենք օգտվում։ Այո, ԱՄՆ-ն նայեք, մենք ունեցանք մեր ուրեմն ազգակցի ջանքերով ունեցանք Nvidia-ի կողմից բավականին տեխնոլոգիական խոշոր ներդրում, որը իհարկե պարզ է, որ նաև ԱՄՆ-ի իշխանությունների հավանությամբ է։ Սակայն սա արկա հնարավորությունների մինիմալն է, որ ԱՄՆ-ն մեզ առաջարկում է, եւ ես նորից եմ կրկնում, որ շատ խոշոր առաջարկ էր այսպես ուղարկվել Հայաստան, եւ այդ առաջարկը մինչ օրս չի գործում։ Այդ մարդկանց ուղղակի քշել են, ասում են, լստեղ չերևակ։ Եվ մենք օգտվում ենք ընդհանրապես այդ ամբողջ հնարավորությունների փոքր մի մասից, որպեսզի հանկարծ չնեղացնենք Թուրքիային եւ հանկարծ չնեղացնենք Ռուսաստանին։ Ինչ է նշանակում չնեղացնենք Թուրքիային։ Մենք այս հնարավորություններից եթե օգտվում ենք, սա նշանակում է ուժեղանալ, սա նշանակում է զորանալ եւ նեղացնել Թուրքիային, որովհետեւ Թուրքիան նկարտումներ ունի Հայաստանը գրավելու եւ առհասարակ տարածաշրջանը գրավելու։ Եվ եթե իսկ տվյալ առաջարկը, որի մասին ես խոսում եմ, դա շատ ուղիղ կերպով նեղացնում էր Թուրքիային եւ Ռուսաստանին էր նեղացնում, եւ այդ մարդկանց դրա համար ուղարկեցին Հայաստանից հեռու։ Ինչի հետևանքով մենք ընդհանրապես փոքրիկ օգուտներ ենք քաղում արկա իրավիճակից, մեծ ուրեմն առաջընթաց ձևավորելու փոխարեն։ Եվ այնպիսի տպավորություն է, որ այդ օգուտներն մեզ ստիպում են, որ մենք քաղենք։ Դե ձեր ասածից այո, այդպես է ստացվում, որ իրենք Ցավոք իհարկե ստիպում են, մենք էլ փորձում ենք։ Իհարկե որոշ դեպքերում ստիպում են, որտեղ որ իրենց շահը կա, այնպես չի, որ մեր գեղեցիկ աչքերի համար է դա արվում, մենք պիտի հասկանանք, որ միջազգային հարաբերություններում ոչ մեկ գեղեցիկ աչքերի համար մեզ չի օգնելու։ Եվ ԱՄՆ-ն, որ տարիներ շարունակ մեզ անընդհատ աջակցել է, շարունակում է աջակցել, դա չի արել մեր գեղեցիկ աչքերի համար։ Դա արել էր իր շահերից, իր ռազմավարական ծրագրերից ելնելով։ Ուղղակի մենք մեր շահերը, որոնք համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, պետք է կիրառենք, կապիտալիզացնենք։ Մենք դա չենք անում։ Եվ մնում ենք եւ ունենք, ինչպես ասում են, այն ինչ ունենք։ Առավելագույնը ինչ կարող ենք ստանալ հիմա, եթե փորձեք Վենսի այցելությունից, թե առհասարակ հայ-ամերիկյան պատուհանից։ Արդեն իսկ մեր հայտարարության մեջ նաև գրել ենք, որ մենք կարող ենք գնալ ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, մենք այդ ուղղությամբ չենք գնում։ Դա միանգամից պետք է տեղի ունենա, թե դրան պետք է աստիճանական քայլ առ քայլ հասնել, այդ ընթացքում այո թուլացնել ռուսական ազդեցությունը եւ բերել հասունացնել մի պահ, որ արդեն կխզվեն նաև որոշակի պայմանագրեր ասենք կառույցների հետ կապված ոչ գուցե Հայաստան-Ռուսաստան ուղիղ հարաբերությունների մասով, բայց ՀԱՊԿ, ԵԱՏՄ դրանց պետք է աստիճանական չհասնել, մի քանի ասպեկտ, դա ունի մի քանի ասպեկտ։ Նախ, եթե մենք խոսում ենք օրինակ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակից դառնալու գործընթացի մասին, դա տեղի է ունենում ընդհանրապես նախագահի ստորագրությամբ։ Այսինքն դա կարող է տեղի ունենալ 5 րոպեում։ Ինչ վերաբերվում է աստիճանաբար գործողություններին, քննարկվող հարց է սա, ընդհանրապես սա պետական կառավարման մեջ պետք է բեկումնային թե աստիճանաբար գործողություններ, դա կախված է պետության բնույթից եւ տարածաշրջանից։ Նայեք, ժամանակին ուրեմն Եգիպտոսը հանդիսանում էր սովետական միության ռազմավարական դաշնակիցը, զինվում էր սովետական զենքով եւ ըստ էության սովետական զոնա էր։ Սակայն Իսրայելի հետ պատերազմից հետո եգիպտացիները հասկացան, որ սովետական միության հետ հարաբերությունները իրենց լավ բանի չի տանում, որտեղ ստանում են խոստումներ, բայց պրակտիկ աջակցություն չկա։ Եվ մի անգամից անմիջապես բեկումնային փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը եւ հետագայում դարձան նաեւ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։ Այսինքն այդպիսի տարածաշրջաններում, այդպիսի խնդիրների առկայության պարագայում բեկումը լինում է միանգամից։ Օրինակ մենք տեսանք, որ Արցախյան պատերազմի շրջանակներում Ռուսաստանը ոչ միայն մեզ չօգնեց, այլ մեզ խանգարեց։ Այսինքն մենք կռվում ենք օգնեց թշնամուն։ Այո, մենք կռվում ենք եւ Ռուսաստանի դեմ, եւ Թուրքիայի դեմ, եւ Ադրբեջանի դեմ։ Եվ այսպիսի գործողություններից հետո, օրինակ վերածս օրինակի նման, Եգիպտոսի նման, Հայաստանը պիտի բեկումնային փոփոխություն անի։ Եվ սա նաև ունի պրակտիկ ուրեմն անհրաժեշտություն, որովհետև դու կարող ես ժամանակ չունենաս։ Այսօր մենք տեսեք ինչ իրավիճակում ենք ապրում։ Թուրքական զորքը եկել փաթաթվել է Սյունիքի պարանոցի։
Այնտեղ մնացել է ընդամենը 30 կիլոմետրանոց մի այսպես շնչուղի, որը նրանք կարող են շատ արագ փակել, եւ Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Եվ այսպիսի պայմաններում դու ժամանակ չունես այդ դանդաղ քաղաքականության, որի մասին որ դուք խոսեցիք, եթե դա Շվեյցարիան է, եթե դա, չգիտեմ, Ֆրանսիան է, հա, կամ ավելի կայուն տարածաշրջանում գտնվող պետությունները, ապա իրենք այդ մանևրի տեղը ունեն։ Անգամ նրանք կարող են ոչ թե դանդաղ արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այլ մանևրել։ Այսինքն այդ վեկտորը մեկ տանել աճ, մեկ տանել ձախ։ Ցավոք սրտի մենք մեզ այդ մանևրից զրկել ենք, մենք այսօր հասել ենք ծայրահեղ ծանր վիճակի, այսինքն գոյութենական խնդիրների առաջ ենք կանգնած եւ շարունակում ենք սխալ քաղաքականությունը։ Այդ թվում նաեւ օրինակ թրիփի հետ կապված, չէ՞։ Մենք ասում ենք, որ եկեք մեր տարածքը նվիրենք ամերիկացիներին։ Չենք նվիրում, վարձատրությամբ տալիս ենք, պարոն Սաֆարյան։ Եսի նկատի ունեմ դրա վերահսկողությունը, չեմ ասում ֆիզիկական տարածքն են դառնում Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։ Վերահսկողությունը համատեղ է իրականացվում։ Պարոն Սաֆարյան, այլ հարց է, որ դուք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին կամ փաստաթղթերին թերահավատ եք։ Չենք վստահում, չէ, բայց դա ուրեմն մի կոմպոնենտն է։ Կա նաև համաշխարհային քաղաքականություն, կա նաև քաղաքագիտություն եւ կա նաև իրողություններ։ Այս օրինակը բազմաթիվ անգամ ձեր տաղավարում բերել եմ, երբ որ ռուսները հրաժարվեցին իրենց մարդասպանձին, որին հանձնել Հայաստանի Հանրապետությունը, նրանք խախտեցին արկա փաստաթղթերը, բայց Հայաստանի Հանրապետությունը ոչինչ ասել չէր կարող։ Եվ մենք կարող ենք հիմա թղթի վրա գրել, որ տվյալ թրիփի հատվածում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այլն, սակայն պրակտիկ ուրեմն պայմաններում, երբ որ դու այսպես ձեռքերը դողալով գնում ես, խնդրում ես, որ եկեք թրիփ այստեղ կառուցեք, որ հանկարծ թուրքերը չմտնեն Սյունիք, այդպիսի պայմաններում դու չես կարող ըմբոստանալ եւ ասել, գիտեք, ինչ դուք արկա փաստաթղթերը խախտում եք այսինչ կետում, որովհետեւ դու ես ձեռքերը դողալով գնացել խնդրել, որ քեզ պաշտպանեն։ Հասկանում եք, այս իրողությունները չեն վերաբերվում միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական կամ որևիցե Հայաստանի հետ կապ ունեցող հարաբերություններին, այսպես է ամբողջ աշխարհում։ Բոլոր հարաբերություններում այսպես է։ Եվ սա է այն հիմքը, որ պետություն հասկացությունը դա այն, այսպես են, գոյակցությունն է, որը կարողանում է ապահովել իր անվտանգությունը եւ կարողանում է ունենալ անկախ արտաքին հարաբերություններ։ Հիմա երբ որ մենք այս ուղղությամբ չենք գնում, մենք ասում ենք եկեք թրիփ կառուցեք, որպեսզի մենք փրկվենք, այդ կառուցողն էլ այդ մեր գեղեցիկ աչքերի համար չի կառուցում։ Հասկանում եք, սրա փոխարեն մենք պիտի գնայինք ընդհակառակը օգտվելով ԱՄՆ-ի աջակցությունից պաշտպանական համակարգեր ձևավորելու եւ ավելի կայուն պետություն ունենալու ուղղությամբ, որը մենք ցավոք սրտի չենք կարող։